շոկոնի սերմերը հանենք, ցանենք, մեծացնենք, այնքան մեծ լինի, որ մեր ամբողջ ծաղկաշենին կերակրենք, գիտես այ մարդ, սիրտս Բեմը սիրել է հույսի տիկնիկները, մի ծրագիր, որ դեռ նախորդ տարվանից 44-օրյա պատերազմին մասնակցած և վիրավորում ստացած 5 զինվորների ներգրավեց նոր հետաքրքրության մեջ, նպաստելով թե նրանց զբաղվածությանը, թե նոր հմտությունների զարգացմանը։ Եթե նախորդ տարի այն դեռ սաղմնային փուլում գտնվող նախաձեռնություն էր և նախատեսված էր ընդամենը 1 ամսվա համար, ապա այսօր արդեն հստակ է, ծրագիրը ոչ միայն շարունակվել է, այլև դարձել է կայուն և պարբերական մշակութային գործընթաց։ Հիշեցնենք, գաղափարը Բոստոնից Գյումրի էր բերել նկարչուհի Սեդա Մաթևոսյանը, ում հաջողվել էր ոչ միայն սկզբնական փուլում իրականացնել ծրագիրը, այլ նաև ապահովել դրա շարունակականությունը անգամ օվկիանոսից այն կողմ։ Հույսի տիկնիկներ ծրագիրը թևակողել է նոր փուլ, Սեդա Մաթևոսյանը եկավ, այս ծրագիրը իրականություն դարձրեց, տիկնիկագործությունից, տիկնիկային թատրոնից, ընդհանրապես գաղափար չունեցող մեր տղաներին, ովքեր զենք բռնելուց բացի երևի ուրիշ ոչ մի բանով դեռևս չէին հասցրել զբաղվել, սովորեցրեց տիկնիկագործության արվեստը, սովորեցրեց ժպտալ ու ամենակարևորը ժպիտ պարգևել։ Նրա գնալուց հետո, ճիշտ ասած, մի պահ և տղաների մոտ, և ինձ մոտ որպես ծրագրի համակարգող, մի պահ ոնց որ սկսվեց տարակուսանք, թե կարող ենք արդյոք շարունակել, բայց օվկիանոսն էլ չխանգարեց Սեդային, որ մեզ նորից համախմբի, միավորի ու մենք նորից սկսեցինք մեր գործունեությունը։ Այս անգամ Գյումրիում էր հերթական ներկայացումը, առհասարակ դրանք իրականանում են տարբեր աջակիցների շնորհիվ, այս անգամ ամերիկահայ կոշկակար Հակոբ Խանթյանի աջակցությամբ։ Այս ամսվա մեջ մեր երկրորդ ներկայացումն է, տղաները նորից նույն ոգևորությամբ գալիս են, նույն ոգևորությամբ շպիտներ են պարգևում, շնորհակալ ենք բոլոր բարերարներին, շնորհակալ ենք Սեդա Մաթևոսյանին, շնորհակալ ենք Մարգարիտա Ավետյանին, շնորհակալ ենք այսօրվա հովանավորին, ով կարողացավ հովանավորել այսօրվա օրը և իրականություն դարձնել և տեսակ 100-ից ավելի երեխաներ ինչ ուրախություն ապրեցին, ինչ շպիտներ ապրեցին, դա կարծում եմ ամենակարևորն է։ Ծրագրի էությունն այն է, որ 44-օրյա պատերազմի մասնակից զինվորները սովորեն տիկնիկագործություն, ստեղծեն բեմական կերպարներ, երաժշտություն և միասին կյանքի կոչեն Պապն ու Շահկամը հեքիաթի բեմադրությունը։ Այս ներկայացումը հետագայում սկսեց շրջել համայնքներով, վերածվելով ոչ միայն մշակութային, այլ նաև վերականգնողական նախաձեռնության։ Ծրագիրը տևեց 1 ամիս ու կրեց շարունակական բնույթ, ամենաառաջինը լավ մարդկանց տվեց ու որը կշարունակվի ընկերություն, հարազատություն, նոր հմտություններ ձեռք բերեցինք, բացահայտեցինք մեր մեջ նոր հմտություններ, ես ինձ вообще չէի պատկերացնել տեխնիկագործության մեջ, բայց բացահայտեցի։ Երևի թե ամենամեծ ձեռքբերումը դա շրջապատ, նոր ընկերներ, լավ մարդիկ, լավ ծրագիր է, շատ կուզենամ, որ շարունակական լինի, կարելի ասել բոլորս սպասում ենք Սեդա Մաթևոսյանի վերադարձին։ Պատերազմի մեջ գտնվելով ճիշտ չէի մտածել այդ ուղղության մասին, որ կարող է միամիտ ժպիտ կարող է հայտնվի մեր դեմքերին, հա, տեսնելով այդ ամեն ինչը, այդ իրավիճակը ու մի հատ լույս կարելի է ասել, որ ասենք փոխեց մեր կյանքը, էլի, մեր միջավայրը, ու ասենք մենք կրնացանք ժամանակի ընթացքում ամեն ինչի հետ մերվեինք։ Տղաներն այսօր են արձանագրում, թե որքան դրական փոփոխություն է բերել բեմը ու ժպիտներ պարգևելը։ Այսօր հույսի տիկնիկները ոչ միայն արվեստի նախաձեռնություն է, այլ նաև սոցիալական վերականգնման օրինակ, որտեղ պատերազմից վերադարձած զինվորները բեմում վերագտնում են իրենց վստահությունը, ստեղծագործելու հնարավորությունը և նոր կյանքի հեռանկարը։ Հենց տիկնիկները, որը նոր մենք կշարժենք, կօգտագործենք մեր կյանքում, հա, հիմա նոր կյանք է տվել մեզի երեխեքի ժպիտի հետ մեկտեղ։ Տպավորությունները շատ լավ էր, մենք բեմի հետևում լսելով երեխաների ձայները, իրանց հետ մենք էլ ուրախանում էինք, զվարճանում եւ ամեն ինչ անում էինք, որ երեխաները ուրախանան։ Սեդային անսահման շնորհակալ ենք բարևներս, հարգանքներս, շնորհակալ ենք այս ծրագրի համար, նոր մարդկանց համար, ընկերության համար, շատ ջերմ էմոցիաների համար, շատ կարոտել ենք ու սպասում ենք գալու։ Աջակիցների հետ շարունակական համագործակցությունը, միասնականության գաղափարը կրող ներկայացումը կհասցնի նաև այլ համայնքներում բնակվող հանդիսատեսին։ Աստղիկ Խաչատրյան, այսօր։